Հիշում եք, հարգելի ընկերներ, թե ինչ էին ասում 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սերժ Սարգսյանի լրատվականները, բլոգերները, դեպուտատները, հիմնականում։ Փաշինյան Նիկոլը գալիս է, որ հողերը հանձնի։ Ասում էին պարլամենտում, ասում էին լրատվականներով։ Մի կողմից նրանք ասում էին Փաշինյան Նիկոլը գալիս է, որ Արցախը հանձնի, սա հակաարցախյան շարժում է, մյուս կողմից պատկերավոր ասած, ես մեկ դրվագ եմ օրինակ բերում, բայց դա համատարած է եղել, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների միջոցով աշակերտներին հանում էին փողոցներ, այսինքն մարզերի կրթության վարչության պետերը հրահանգում էին դպրոցների տնօրեններին, որպեսզի ապահովեն մարտաշատությունը։ Մի կողմից Սերժիկի մանկլավիկ դեպուտատները, մանկլավիկ բլոգերներն ասում էին գալիս է Արցախը հանձնի, մյուս կողմից երկու հոգով Գյումրիում առաջին փողոցը փակել է Պետրոսյան Կարենը եւ Ղարիբը Հարությունյան, նրանք եղել են 2-3 հոգի, ընդամենը 2 մեքենայով։ Փակել են հսկայական մի փողոց։ Դա եղել է 2018 թվականի ապրիլի 12 կամ 13։ Իմիջիայլոց այդ փակումից առաջ ես խոսել եմ իրենց հետ, երկուսի հետ էլ խոսել եմ, իրենք եկան ինձ մոտ, հանդիպեցինք մեր տան հարակից կաֆեում եւ ես իրենց ասել եմ տղեկ, սա սարքած միջոցառում է։ Իրանք որոշեցին, որ պետք է դրան մասնակցեն, մինչ այդ չէին մասնակցում եւ եղել են առաջին փողոց փակողները։ Ես գնացել եմ ինստիտուտ դասախոսության փողոցը փակեր, ես եկել եմ 3-4 ժամ հետո փողոցը ավելի ավելի ուժեղ էր փակ։ Այսինքն մի կողմից Սերժիկներն ասում էին հակաարցախյան շարժում է, մյուս կողմից ոստիկաններին հրահանգ էին տալիս, երբ փողոցը կփակեն, փողոցները կփակեն, ոչ մի բան չանեք։ Նա գալիս է Արցախը պիտի թուրքերին տա ասում էին, մի կողմից, մյուս կողմից ասում էին հրահանգ էին իջեցնում Երևանի քաղաքապետարանի միջոցով, քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի միջոցով հրահանգ էին իջեցնում բոլոր երթուղայինների վարորդներին, երբ ձեր դիմացը կփակեն ցուցարարները, ուղղակի դուրս եկեք երթուղայինից, անջատեք շարժիչը, հանեք բանալին միջից, փակեք դուռը եւ այդպես թողեք մեքենան, որպեսզի ստեղծվի ժամանակակից հայերենով ասած պրոբկա։ Ահա, մի կողմից մի բան էին անում, մյուս կողմից անում են դրա ուղիղ հակառակը։ Մի կողմից հակաարցախյան շարժում բան, մյուս կողմից աչք էին փակում բոլոր արերևույթ հանցագործությունների վրա։ Փաշինյան Նիկոլը կորտեժը անցնում էր Փաշինյան Նիկոլի կողքով, պետական ինչ-որ մի պաշտոնյայի, վերցնում էր բուկլետները, խփում էր դիմապակուն, հա, ստեղծելով վթարային պա եւ ասում էր բառացի եմ ասում, չգիտեմ ով էր կորտեժի մեջ, բայց ճպցրեցի բուկլետները մեքենաների դիմապակին են եւ այդ ամենը նկարահանվում էր։ Ուղիղ եթերում էր դա տեղի ունենում։ Հələ գնացեք հարգելի բարեկամներ, Արարատ Միրզոյանի կամ Վահագն Խաչատուրյանին սպասարկու, ինչ որ մեքենայի վրա, ինչ որ մի բան շպրտեք, տեսեք ինչ տեղի կունենա ձեզ հետ։ Մի կողմից դա էին ասում, մյուս կողմից ուրեմն դագաղներ էին տանում դնում որոշ հանրապետականների տների դեմը եւ այդ հանցագործության վրա աչք էին փակում, որպեսզի հիմա էլ ասեն, բա գիտեք ինչ կա, մեր տաների դռները դագաղներ են դրվել։ Մի օր կպարզվի, որ այդ դագաղները որ դրվել են, դա էլ է եղել կազմակերպված
հենց այն ուժերի կողմից, ովքեր կազմակերպել էին բնականաբար այս շոուն։ Այսինքն դագաղները ձեր տները դնելու համաձայնություն տվել են ձեր ղեկավարները։ Դա էլ մի օր կպարզվի։ 40-50 տարեկան մարդիկ, եթե դուք այսքանը չեք հասկացել, ուրեմն ավարտված դեբիլներ եք։ Իսկ եթե հասկանալով հանդերձ շարունակում եք շարքել դագաղների թեման, դուք ավարտված ամորալ ублюдокներ եք։ Հարգելի բարեկամներ, 18 թիվը մի կողմից ասում էին, հա, սա, այսպեսի հակահայկական բաներ պիտի անի, մյուս կողմից գեներացնում էին մի շարժում, որը ծայրից ծայր կազմված է եղել ազգային անվտանգության ծառայության գործակալների կողմից։ Միքայել Մինասյան, Արադ Միրզյանի գործակալական թուղթը ինչու հրապարակեցիր 20 թվականին։ Շուտ հրապարակիր։ Այդ ձեր կողմից է կազմակերպված եղել, ինչու պիտի շուտ հրապարակիր։ Դուք ամեն ինչ անում եք, որ այդ շարժումը թափ ստանա։ Ամեն ինչ։ Մի խոսքով, հարգելի բարեկամներ, սա անում էին, հա, կազմակերպում էին եւ ասում են, այս մարդիկ են իրենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Հետաքրքիր վարվելաձև։ Սա Սերժիկ Սարգսյանի քաղաքականությունն է։ Երբ ողջ Գյումրին գիտի, թե Վարդան Ղուկասյանի այդ մահափորձը ով է կազմակերպել։ Ողջ Գյումրին է խոսում։ Ողջ Գյումրին գիտի։ Մի կողմից դա են անում, մյուս կողմից Վարդանին բերում են, որ հանրապետականի միտինգին ելույթ ունենա։ Հայաստանի դատա իրավական համակարգի վրա, հարգելի բարեկամներ, ամենամեծ ազդեցություն ունեցող մարդկանցից մեկը Սերժն է։ Հիմա համարյա բոլոր որոշումները կայացվում են իր քիմքին, իր քաղաքական ճաշակին համապատասխան։ Այդ թվում Վարդանի ձերբակալությունը եւ կալանավորումը էլի իր ճաշակին համապատասխան է արված։ Մի կողմից դա է արվում, եւ նաեւ կուշ պիտի լինես, որ չհասկանաս, որ չտեսնես, որ ուժեղ Հայաստան է, ուժեղ Վրաստան է շարժման հետևում։ Այդ այլանդակության հետևում կանգնած է էլի նույն մարդը Սերժ Սարգսյան։ Նայեք, փակել են տվել, մյուս կողմից բերում են խոսքը, բան են անում, ձայնագրությունը միացնում են իրենց հանրահավաքին։ Տեսնում եք ինչ են անում։ Մի կողմից սանկցիա է տալիս Սերժը, որ ձերբակալեն Միքայել մի վարքյան, որ կալանավորեցին այդ գեներալը, Մանվելին։ Մի կողմից սանկցիա է տալիս, որ կալանավորեն Մանվելին, մյուս կողմից իր փաստաբաններին ուղարկում է, իր ենթակայության տակ գտնվող փաստաբաններին ուղարկում է, որպեսզի պաշտպանեն Մանվել Գրիգորյանին։ Սերժ, քեզպես նենգ անձնավորություն ողջ պոստ սովետական տարածքում չի եղել, եւ ես չեմ կարծում, որ լինի։ Քեզ նման նենգ փողասեր դավադիր անձնավորություն չեմ պատկերացնում, որ հետագայում լինի։ Մի կողմից սանկցիա տաս, որ կալանավորեն Մանվել Գրիգորյանին, մյուս կողմից այն փաստաբանները, որոնց երեխաների հարսանիքներին դու մասնակցում ես, ընդհանրապես հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունում ողջ էս դատա իրավական համակարգի մեջ գտնվող փաստաբանները, նաև դատավորներ, դատախազներ, ինչ որ կա, այդ ամեն ինչի ճնշող մեծամասնությունը ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությանը։ Նրանք ազգային անվտանգության ծառայության գործակալներ են։ Ահա գործելակերպը։ Եվ հիմա եկել հասել ենք 2026 թվական։ Մոտավորապես 100,000 մարդ տնավեր է դարձել։ 13,000-ավոր մարդիկ առողջություն կորցրած, ձեռուոտ կորցրած, կյանքեր կորցրած, 13,000-ավոր ծնողներ խելագարի պես երեխեքին են կորցրել, չգիտեն արդեն ինչ վիճակի մեջ են գտնվում։ Չկա Շուշին, չկա, այսինքն Շուշին կա, Շուշին օֆիցիալ դարձել է Շուշա։ Շուշին օֆիցիալ դարձել է Շուշա, Ստեփանակերտը օֆիցիալ դարձել են Խանկենդի, ընկած տղաներին, ընդհանրապես այդ տարածքներում ծառայած տղաներին օֆիցիալ ճանաչել են օկուպանտ Խուժան եւ
տեղի են ունենում արտահերթ հերթական ընտրություններ են տեղի ունենում, բնականաբար այդ ոչ միայն քվեարկության արդյունքներն են կեղծվել, այլ նախընտրական ողջ կամպանիան կեղծվել է այդ թվում դաշնակ մասնակների ուղիղ մասնակցությամբ, որովհետև պիտի վերհանվեին ամենակարևոր հարցերը, ուղղակի վետո է դրվել այդ հարցերի վերաբերյալ, չէ՞, պարոն Ռոբերտ, վետո է դրվել։ Դուք չպիտի խոսեիք կեղծ հեղափոխության մասին նախընտրական կամպանիայում, ըստ հակառակը ողջ կամպանիայի ընթացքում եւ նաեւ հետընտրական հարցազրույցներում դուք պիտի անամոթաբար խոսեիք հեղափոխության մասին։ Գիտես, սա գետին մտնելիք է։ Ամեն մարդ, ով խոսում է 18 թվականի մասին, երբ խոսում է, օգտագործում է հեղափոխություն տերմինը, պիտի գետինը բացի, ինքը պիտի մտնի։ Ինքը դառնում է Դանիել Իոնիսյանի այդ շարքում է դասման, Դանիել Իոնիսյան, Արթուր Սաքունց։ Հիմա պիտի բացվի ակումբ այն մարդկանց մի վերաբերող մի ակումբ, որոնք 18 թիվը կոչում են հեղափոխություն։ Այդտեղ պիտի լինի Արայիկ Հարությունյանը աշխատակազմի ղեկավար, այդտեղ պիտի Լևոն Քոչարյանը, այդտեղ պիտի լինի Միքայել Մինասյանը, այդտեղ պիտի լինի Սատիկ Սեյրանյանը, այդտեղ պիտի լինի եւ այսպես, այդտեղ պիտի Ռոբերտ Քոչարյանը, իր տղեն, դաշնակ մարշնակները ողջ անսամբլով։ Այսինքն ոչ միայն կեղծվել է քվեարկության արդյունքները, նախընտրական ողջ կամպանիան է կեղծվել, որովհետև կարևորագույն հարցերը չի բարձրաձայնվել։ Իսկ ինչի մասին են խոսել, հարգելի բարեկամներ։ Խոսել են, այսինքն տրամաբանությունը, հռետորաբանությունը 18 թվականի շարունակվում է։ Գործող անձինք նույնն են։ Հիմա ինչ են ասում։ Ասում են Նիկոլը հանձնում է անկլավները, հա։ Տիգրանաշենն է հանձնում։ Քյարքին է հանձնում, են Տիգրան Թորոսյան մի հատ կային, մի հատ անմեղսունակ ստահակ, են որ ասում էր, ես ամաչում եմ, որ համ ես եմ հայ, համ 8 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ էր խոսում, ասում է, համ իրենք են հայ, ինքը ամաչում է, ես էլ ամաչում եմ, եթե դու հայ ես, Տիգրան Թորոսյան, եթե դու հայ ես, ես չգիտեմ, ինչ ազգի ներկայացուցիչ եմ, ինչ ազգ ասես, որը ժամանակային առումով եւ տարածական առումով ամենահեռուն է հայ ազգից, տարածական առումով, որ ազգն է ամենահեռուն, որ ազգությունն է ամենահեռուն, չգիտեմ, հարավային Աֆրիկայում ապրած բուրերը։ Ուրեմն ես այդ ազգությունից եմ, եթե դու հայ ես, ասում է, այս տարածքները պիտի հանձնի, թրիպը որ տվել է, այդ հարակից տարածքներն էլ պիտի հանձնի ինքը, նույն հռետորաբանությունը, նույն բացարձակապես հռետորաբանությունը, մի կողմից ասեն սա հակաարցախյան շարժում է, մյուս կողմից գրպանում այդ գտնվող բլոգերների կողմից խնդրես, որ մասնակցեն 23 թվականի Նիկոլի կազմակերպած միտինգներին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր այս գործունեության հետևանքով վարի է տվել Հադրութը, չգիտեմ, Մարտունի, Շուշին Շուշա է ճանաչել որևէ պատասխանատու, հարգելի բարեկամներ, Շուշի անկման վերաբերյալ չկա։ Մինչև հիմա քննարկում են, իսկ ով էր պատասխանատուն։ Արցախի պաշտպանական բանակը ենթարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը Գենշտաբին։ Գենշտաբի պետը ով է եղել, Օնիկ Գասպարյան։ Բա ով պիտի լինի պատասխանատուն։ Օնիկը, չէ՞։ Այսինքն Օնիկը անմեղսունակ է։ Բա անմեղսունակին միջայց Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ վստահելի զինվորականներից մեկն է եղել։ Մեկը չի ասում, այդ ինչ հեղափոխություն էր, որ այս մարդու կադրերին նշանակում ես դիվանագիտական ոլորտում, ռազմական, ազգային անվտանգության ծառայության համակարգում։ Պատերազմից անցել է, ինչքան տարիներ են անցել, բացարձակ լռություն Օնիկ Գասպարյանի վրա, ոչ մի հարց Օնիկ Գասպարյանի, ոչ մի հարց, ոչ մի լրագրող չի գնում, կանգնում ինչ-որ միտեղ, որ Օնիկ Գասպարյանին հարցել ուղղի, տեսնի հարցել ուղղի։ Ու են ստահակները, ովքեր, այսինքն ինչ է նշանակում, Շուշին պիտի Փաշինյան Նիկոլը վարի տա, այդ Շուշին պիտի օֆիցիալ ճանաչի Շուշա, հա, ու բացարձակապես որևէ հետաքննություն, նույնիսկ պահանջ չկա, հասկանում եք, պահանջ չկա։ Մեղավորներին պատժելու պահանջ այս կոնտեքստում, ինչ ես եմ ասում, չկա Հայաստանում, Հայաստանի քաղաքական օրակարգում։
Հայաստանում կա ցանկացած զինվորի ծնող քնում ելնում է արդարության պահանջով, բայց քաղաքական համակարգը, քանի որ ենթարկվում է Սերժիկներին, Քոչարյան Ռոբերտ, ինչպես որ դու 7-8 թվականների սկզբին ենթարկվել ես Սերժին, դու անամոթաբար շարունակում ես ենթարկվել այդ ստահակին, դու պիտի գետինը մտնես, դու պիտի գետինը ուղակի մտնես, դու քո պահվածքը խոսում է նրա մասին, որ դու ենթարկվում ես ուղիղ Սերժ Սարգսյանին, ես չեմ ասում ինքը հրահանգատալիս դու անում ես, բայց այս գործելավոճը այնպես խոսեմ, որ հանկարծ ինքը իր հետ սենց սուր կոնֆլիկտ չգնա, այս ամենը փաստացի խոսում է նրա մասին, որ դու ենթարկվում ես Սերժ Սարգսյանի քաղաքական քիմքին, որովհետև քո վրա երևի դա տոննաներով կամպրամատ ունի։ Հիմա չկա, չի ձևավորվում այդ պահանջը քաղաքական օրակարգում արդարադատության, մարդկանց սրտերում մտքերում կա, բայց մեդիա դաշտում, պարլամենտում, քաղաքական համակարգում այդ պահանջը չկա, որովհետև սիստեմը այս համակարգը ենթարկվում է սրան, Սերժ Սարգսյան, Փաշինյան Նիկոլից բռնած հարգելի բարեկամներ, իր համակարգերով, իր դատաիրավական համակարգերով, այս մարդը, եթե չասեմ ուղիղ ենթարկվում է Սերժին Փաշինյան Նիկոլը, բայց հսկայական ազդեցություն ունի, ենթարկվելու հետ զուգակցվող հսկայական ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանի վրա, Սերժ Սարգսյանը, եւ դրա համար չի ձևավորում արդարադատության այդ պահանջը, դրա փոխարեն ինչ են փորձում ձևավորել, ասում են քյարքին են տալու, արա քյարքին կտա, անկլավները կտա, այս օրակարգն են ձևավորում, հասկանում եք, ճանապարհ է տալիս ամբողջ Հայաստանը դարձրել է պրախադնոյ դվոր Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը, ասում են ճանապարհ է տալու է, այ մարդ, հենց այստեղ նայեք, ճանապարհի վրա մեկ պիտի վերահսկողություն, այդ դու ինչի վրա վերահսկողություն ունիս, անմեղսունակ ստահակ, որ ճանապարհի վերահսկողության մասին ես խոսում, չխոսելով դրա մասին, որ երկիրն է դարձել պրախադնոյ դվոր, երկիրը ուղղակի դարձել է պրախադնոյ դվոր, ով ինչ ուզում անում է, սկսած 2015 թվականի հունվար ամսի այն սարսափելի հանցագործությունից, որը իրականացվեց Գյումրիում։ Մեկ դա են ասում, մեկ ասում են, երեք այն Սամվել Կարապետյանի պես կերամիկական բերանները բացում են, ասում են 300,000 ադրբեջանցի կգա, որ հետո ստանան մանդատներ, ասեն, բա գիտեք ինչ կա գլխավոր դատախազ կենտրոնական բանկի նախագահ պես ընտրելու հարցեր կան, բա մենք պայքարում ենք եկեղեցու համար, ասում է Սամվել Կարապետյանը, մի կողմից, մյուս կողմից ամենահարգարժան արքեպիսկոպոսներից մեկի մասին ուղղությամբ վայրահաճող ստահակին բերում դնում է իր ցուցակում եւ երբ որ լրագրողները հանդիպում են Արամ Աբրահամյան բանը, որևէ մեկի չի ասում, պարոն Սամվել, բա այս կոնֆուզը ինչով կբացատրեք։ Որևէ մեկը չի ասում, հələ պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանը կապ է ունեցել Սերժի հետ, բացեք հələ մասին են խոսել, Սերժը եւ Օնիկը եղանակից են խոսել, հա, կանանցից են խոսել, ինչից են խոսել, թե ասողիկ, լսողիկ հարաբերություններ է եղել, հրապարակեք իմանանք, ինչու չեք հրապարակում, հա Նիկոլ Փաշինյան, դու չէ որ հարբած քնած ես եղել, բա հրապարակեք մարդիկ թող իմանան, չէ որ սա ժողովրդավարական, այդպես ասում եք, ժողովուրդը իրավունք չունի իմանալու ինչ դժբախտություն է տեղի ունեցել իր հետ։ Ես վստահ եմ ուղղակի, որ Սերժը ոչ միայն խոսել է Օնիկի հետ պատերազմ, այլ նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ է խոսել։ Ես վստահ եմ, որ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել, սա հաստ չի, բայց ամեն ինչ խոսում է դրա մասին, որ ինքը եւ խոսել է եւ Ջալալ Հարությունյանի հետ, եւ Միքայել Արզումանյանի հետ, ես վստահ եմ։ Հրապարակեք այդ հեռախոսազրույցների այդ բանը, սխագրությունը։ Հրապարակեք մարդիկ իմանան, թե ինչու է օրինակ խախտվել հոկտեմբերի 10-ի հրադադարը, թե ինչու ամեն անգամ 5 պակաս ռեալ հրադադարի հնարավորությունից կամ անց 5 հայկական կողմը խփել է Գյանջայի բնակելի թաղամասերին, որն է եղել դրա նպատակը։ Մի ընկեր ունեի, շատ միամիտ էր ու շատ լավ տղա էր, ափսոս, ասում է Արտուր ջան, այդ քո
հարցերը որ բարձրացնում ես, ես Օնիկին տվել եմ, այդ որ ես վստահ եմ, որ այդ գանջայի ռմբակոծությունները ունեցել են երկու, մեկը կարճաժամկետ, մեկը երկարաժամկետ, մեկը փոքր, մեկը մեծ նպատակներ։ Առաջին, ամեն ինչ անել, որ պատերազմը չդադարի, եւ մեծ նպատակ ստեղծել պլատֆորմա, որպեսզի Ադրբեջանը սինխրոն հարված հասցնի Հայաստանին, իսկ սինխրոն համարժեք հարվածը կլիներ հարված բանը Գյումրի քաղաքին, որտեղ տեղադրված է, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Ասրա համար է արվել իմ կարծիքով եւ մեր ընկերը ասում է հարցրել եմ Օնիկին, ինքը ասում է այդպեսի բան չկա, ասում է Արմեն Աստված հոգիդ լուսավորի, ինչ է դու մտածում ես Օնիկը պիտի ասել այդպեսի բան կա։ Օնիկը թաթախված է մեծ հանցագործության մեջ։ Եվ ում շուրջ տեսնում եք ինչպեսի լռություն է։ Հիմա ինչու չի պահանջվում, որովհետև մեկ համակարգ է հարգելի բարեկամ, մեկ համակարգ Հայաստանի Հանրապետությունում գործող հակամարտկային, հակաքրիստոնեական, ել չեմ ասում հակապետական եւ հակաազգային համակարգ է գործում այստեղ։ Եվ դրա փոխարեն ինչ են անում հարգելի բարեկամներ, դրա փոխարեն դուրս են գալիս, ասում են ինչպես որ նախկինում Արցախն է տալու, հիմա էլ Տիգրանաշենն է տալիս, սա է տալիս, նա է տալիս, այս անկլավն է տալիս, այն մյուս անկլավն է տալիս, շեղելու միջոց եւ ժողովուրդը մարդիկ շատ լավ դա ընկալում են, սկսում են վախենալ, 300,000 ադրբեջանցի է գալիս Սամվել Կարապետյան Թուրքով են շարունակում, ես ասում եմ, այն մարդով ուշադրություն չի դարձնում հայի կողմից արված հանցագործությունների վրա, հայ ջոչերի ու շարունակում է մարդկանց թուրքով, ադրբեջանցիներով բանով վախեցնել, ինքը ավարտված ублյուդակ է։ Լսում ես Սամվել Կարապետյան, ինքը ավարտված ублյուդակ է։ Այն մարդով Փաշինյան Նիկոլի հետ ասի բանի մեջ է, իբրև թե ընդդիմադիր է, բայց ընդամենը 3 չէ առաջի օրը 30 միլիոն դոլար օժանդակություն է ստացել։ Հարգելի բարեկամներ, Արցախի էթնիկ զտումից առաջ Տիգրան Թորոսյանի նման, չգիտեմ, չեմ էլ ուզում վիրավորեմ, բայց դուք մարդ չեք։ Դուք անասունել չեք։ Դուք չգիտեմ ինչ պարոդ է ձեր, հա, պարոդել չէ, չգիտեմ ինչ եք դուք։ Ուշադիր լսի Տիգրան Թորոսյան։ Տիգրան Թորոսյանն էր, այս որ Սերժը հազարներով լցրել է։ Արցախի էթնիկ զտումից առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները իրենց գույքը բարձր գներով նաղդել են Արցախի հանրապետության վրա, կարթա լսի Հայաստանի հանրապետության վրա, եւ հիմա եկել Երևանում հանգիստ վեր են ընկած։ Որևէ պահանջ քաղաքական դաշտում, ասում պարլամենտ, քաղաքական դաշտի նկատի ունեմ պարլամենտը, այդ գլխավոր հարթակները, մեդիա դաշտում էլի այդ գլխավոր չկա։ Այս մասին բացարձակապես չի խոսվում։ Խոսվում է միայն այդ Շուշին կարող է վարի տալ Նիկոլը այդ քյարքին ձեր ասած։ Չէ, դուք քյարքի չեք ասում, դուք հայրենասեր եք, ես ձեր տիրոջները։ Դուք չէ որ դուք հայրենասեր եք։ Ինչպես որ այն բանը մի հատ ուռոտ կար։ Այդպիսիները շատ են իմիջ։ Գերմանիայից ինձ զանգել, ասում է ինձ սովորեցնում է թուրք սպանել, թուրք ատել։ Ջղայնացած էր, որովհետև ես բան եմ արել, Ստամբուլի Կոստանդնուպոլիսի փոխարեն մեջ եմ բերել Նիկողայոս Ադոնցի խոսքը եւ ասել եմ Ստամբուլ։ Բայց ինքը ապրում է Գերմանիայում, որտեղ սպլոշի ռյադում թուրքերը։ Ամենամեծ համայնքը Գերմանիայում է։ Ով է ձեռդ բռնել, ասում եմ եղբայր։ Ով է ձեռդ բռնել։ Կողքու բոլոր լիքը թուրքեր կան։ Սա դարձել է այս լիցեմերությունը դառնում է կամ դարձել է արդեն իշնորիվ քաղաքական ջոչերի, իշնորիվ դաշնակ մաշնակների ազգի նկարագիր է դառնում հարգելի բարեկամներ։ Եվ այսպիսի նորմերով ապրող ազգը ինքը բացարձակապես շանս չունի։ Շանս չունի հասկանում եք, չի կարող մարդը պարտադիր զինվորական ծառայությունից փախնել, հետո գալ Արցախի դրոշը դնել պարլամենտում իր դեմը, Քոչարյան Ռոբերտ, քո կազմին է վերաբերվում եւ Արցախի համար բոզի լաց դնել, չի կարող ուղղակի։ Մարդը չի կարող, ամորալ սրիկան կարող է։ Ամորալ սրիկան կարող է։
Տիգրան Ավինյան ճակատին գրված է Պսորիաս 15000 բանակից ազատված է այս անձնավորությունը։ Պավեստկա է բաժանել տալիս եւ շատերին պետությունը ուղարկում է կամ ինչ-որ մի մասին ուղարկում է դիրքեր, որտեղ հասնելու համար սովորական քաղաքացին, այդ քաղաքացիներից մեկը վաղը կարող է լինել հենց դու, կամ քո ամուսինը, քո եղբայրը, որտեղ հասնելու համար պիտի ասես ադրբեջանական գերության այդ զննության միջով։ Փաստացի մտնում ես ադրբեջանական գերություն եւ սա տեղի է ունեցել այս պարլամենտի աչքի առաջ։ Հələ ցույց տվեք ելույթները։ Այն բան կա, Սերժը մի հատ լրագրող ունի, ասում է, այս հարցը այդ քանի որ ինքը պայթեց արդեն, պայթեց իմ շնորհիվ։ Հիմա ուզում են տեղավորվեն, ասում են Տիգրան Աբրահամյանը այս հարցը ժամանակին դարձրել էր օրակարգային, բայց ընդամենը մեկ շաբաթ առաջ Սաթիկ Սեյրանյանի լրագրողը, երբ Ավետիքից լսեց այս թեմայի վերաբերյալ Ավետիք Քերոպյանը, շատ պարկեշտ անձնավորություն է, չի վախենում հղումներ անելուց, հղում անելով իմ խոսքին ասեց այսպեսի բան կա, Աղավնի Սուքիասյանի ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, թուքը բերանում չորացավ այդ ձայնագրության ժամանակ, բայց Սաթիկ Սեյրանյան ասում է սա օրակարգային էր, այսինքն օրակարգային է եղել, բայց իր լրագրողը չի իմացել, նոր է իմանում, այ սա է մեր լրատվական, քաղաքական եւ այսպեսին դառնում է ցավոք սրտի, այսպեսին փորձում են դարձնել ժողովրդին։ Չի կարող հարգելի բարեկամներ, մարդկանց ուղիղ ադրբեջանական գերություն ուղարկող իշխանությունը, խումբը, չի կարող հարգելի բարեկամներ, այն խումբը, որը օֆիցիալ խուժան է ճանաչել, օֆիցիալ խուժան է ճանաչել, օկուպանտ խուժան է ճանաչել, հազարավոր տղաների ընկած հավաքի նույնիսկ 100,000 ձայն։ Չեմ ասում 700,000 ձայն։ 100,000 ձայն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ։ Եթե տեղի է ունենում, այդ ժողովուրդը, այդ մարդիկ, չգիտեմ, իրենք ինչ կարելի ասել այդ մարդկանց։ Ինչ ասես այն զինվորներին, ում հրամանատարը գլխին տանում են ընտրատեղամաս ու քվյարկել են տալիս այս իշխանությունը, ինչ ասես այդ ժողովրդին։ Այդ ժողովուրդ եմ ասում, այդ զինվորներին։ Այդ զինվորը պիտի վաղը սահման պաշտպանի, հա։ Թող ասեր չեմ քվյարկում։ Այդ տղաներից մի քանի տարիքով տղաներին այս իշխանությունները, այս իշխանություն ասելով ի նկատի ունեմ սիստեմը։ Մի քանի տարի առաջ աղդամներ Ջաբրայելներ ուղարկեց, վերջում բերես մցրեց բետոնների տակ, հողեջ է բետոնապատեցի։ Հիմա այդ զինվորները չեն կարող ասել մենք չենք քվյարկում։ Դուք պիտի սահման պաշտպանեք, վայ այն երկրին, որի սահմանը պաշտպանում եք դուք, տղեկ։ Վայ այդ երկրին։ Կամ են ուսուցիչները եւ ուսուցչուհիները, ում քշում են այս կամ այն ուժին ընտրելու համար։ Ուղղակի քշում են։ Դուք պիտի սերունդ դաստիարակեք, վայ այդ սերունդին։ Ուզում եք օգնել պետությանը, ժողովրդին։ Տարածեք այսպիսի խոսք։ Տարածեք, մտածեք։ Չեմ ասում, ես ինչ ասում եմ, ճշտեք մի հատ։ Ինչ ասում եմ, ստուգեք մի հատ։ Ու մի ենթարկվեք, ուզում եք մի քիչ օգուտ տակ։ Ցանկացած մարդ ունի հնարավորություն հետ վերադառնալու։ Ցանկացած մարդ, ինչքան ինքը ապրում է, նույնիսկ եթե 3 օր է մնացել, կարող է նախորդ 2 օրում ինքը հետ գալ։ Մի ենթարկվեք այս սիստեմին, իմ ասածը սա է։ Ինչ ես դու առաջարկում։ Առավոտից երեկո մտնում, ինչ ես առաջարկում։ Ինչու քեզ ջեն ձերբակալում։ Այ որ քեզ ջեն ձերբակալել, ուրեմն ինչ որ բաներ կա, այստեղ լսեք, ինչ է, իմ երեխու քաշածը, եթե դուք քաշեիք, այս սվոլոչներ։ Երեխեքիս քաշածը, եթե դուք կարողանայիք քաշել։
ու այդ լիցեմերությունը հատկապես այդ սպյուրկա եսի մինչերի մոտ է, այդ որ բանում Գերմանիաներում, Ռուսաստաններում, Ամերիկաներում նստած ասում են հələ սենց արա, հələ իսկ ինչի քեզ չեն ձերբակալում։ Ուրեմն մի ենթարկվեք հարգելի բարեկամներ եւ պահանջեք սև արկղերի բացում։ Ամեն անգամ երբ ինչ որ օթանավ վայր են գնում, առաջին բանը, որը արվում է, սև արկղերն են բացում եւ ոչ մի կներեք այս բառը պիտի ասեմ, չեմ ասի։ Իրեն չի կարող թույլ տալ ասել այդ հիմա ինչ ժամանակն է, որ սև արկղեր ենք բացում։ Դա հիմա օրակարգային հարց չի։ Պետք չի։ Հիմա որ սև արկղերը բացեցիր, կարող է մարդիկ հետ պիտի գան։ 400 հոգի, 300 հոգի զոհվել է, 200 հոգի զոհվել է, կարող է պետք է հետ գան։ Ինչ կարիք կա։ Բայց Հայաստանում ասում են, դաշնակ մաշնակներ ասում են, դա օրակարգային չի։ ԿՊ-ի հետ իհարկե, դա օրակարգային չի։ Մի խոսքով, հարգելի բարեկամներ, ես կարճաժամկետ բոլորը գիտեն, որ ես կարճ պերսպեկտիվայում ավարտված վատատես եմ, ավարտված պեսիմիստ եմ, 10 դուր լինի բացեմ, 10-ից 9-ի հետևում կանաչ լինի, մեկը քարքարոտ լինի, ազգային անվտանգության ծառայության պոռնիկները կսարքեն այնպես, որ հենց այդ քարքարոտ է ես բացեմ։ Մինչև հարգելի բարեկամներ, վատատես եմ ես այդ առումով, բայց երկարաժամկետ ես գիտեմ, որ այդ ստրուկտուրան քանդվելու է։ Երկարաժամկետ ես գիտեմ, որ քանի որ քրիստոնյա եմ, ես գիտեմ, որ լույս է բացվելու այս հողի վրա եւ այս հանցագործություն իրականացրած բոլոր ստահակները կանգնելու են դատարանի եւ դատաստանի առաջ։ Բոլոր ստահակները լույս բացվելու է միանշանակ։ Յուրաքանչյուր մարդ կարող է մի քիչ օգնել այդ գործընթացին։ Պահանջեք լուստրացիա, հարգելի բարեկամներ։ Ինչքան ազգային անվտանգության ծառայության գործակալներ են եղել, որոնք զբաղվել են դատական համակարգում, այսինքն այդ իրավապահ համակարգում են աշխատել, ծառայել, ընդդիմադիր դաշտում են եղել, քրեական դաշտում են եղել, բոլոր այդ հանցագործների անունները պիտի հրապարակվի։ Պիտի բացվեն սև արկղերը, մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել եւ կոնկրետ ովքեր են դա արել։ Ովքեր են դա արել եւ պիտի կրեն պատիժ։ Եթե ոչ, դա Աստված դա անի հայը, եթե ոչ դա անելու է օտարը։ Եվ թող օրհնվի այն օրը, երբ արդարություն հաստատվելու է այս երկրի վրա։ Ես ձեր տիրոջ